Գիտեք, այդ միջանկյալ բանը լասենք էլի, որ ինչի համար էր ինքը դա հայտարարում, բացի այն մնացած կոնտեքստից, այդ ուղղակի այդ հիշում եք Արցախ Հայաստանի վերջ ֆրազը Լեոնիդ Ազգալդյանին պատկանող, դա ազգային քաղաքականության տենց բաներից էր, հա, թուագն ու պսակներից էր։ Ու ինքը դա օգտագործում էր, լավ իմանա, որ դու հանրության մոտ առաջացնելու է ասենց ոգևորություն, ֆանֆարներ, մարդիկ ասեն, արա, էս ինչ լավն է, վերջապես ինքը եկավ, որ Ղարաբաղը շատ մարդիկ տենցել են կարծես։ Այդ եմ ասում, որտեվ հենց դրա վրա է շեշտադրում ու ես ինքսից միշտ այդ հարցն եմ էլի տալիս, ասում եմ, ասենք, նայ այդքան մարդ, որ այդքան կյանք, հոգի, ընկերներ, հարազատները դրել Արցախն ազատագրելու մեջ ամենաշատ իրավունքը ուներ ասելու Արցախը Հայաստանը է վերջ։ Երբեք իրեն թույլ չտված այդ պոպուլիզմը անի, որ հանուն Արցախը հայկական մնալու, ու մենք բոլորս այդ գիտեինք, չէ՞, այդ սաղս հասկանում էինք, չէին գնում այդ էժան պոպուլիզմի հետևից։ Ու մեկը, որը դրա հետ ոչ մի կապ չունի, սաղ կյանք պայքարել է դրա դեմ, որ դրա դեմ գրել է եւ այլն, գալիս է ասում Արցախ Հայաստանի վերջ, իր վրա է տանում այդ սաղ դապտիները, ժողովրդական բանը, աջակցությունը, ու վերջում ընդհանրապես դրանից 1.5 տարի անց հայտարարում է, որ այդ ամենը չէ, հայկական չի։ Բայց դա մի հատ կարևոր էլեմենտ կա։ Շատ կուզեի կիսել օպտիմիզմը, որ դա եղել է ընդամենը դրդված կամ մոտիվացված պոպուլիզմից։ Չէ, ես ասի այդ թվում նայեք, չէ, որովհետև հա, լավ։ Հիմա, ուրեմն, եթե մենք պատկերացրեցինք, այդ թվում պատկերացրեցինք, շփոթը ես բերեցի մեր որևէ դեսպանի օրինակ, դուք դա կարող եք պրոյեկտել ցանկացած միջազգային դերակատարի վրա։ Մենք դա տեսել ենք դաժե ՄԱԿ-ում, երբ որ մի ժամվա տարբերությամբ Միրզոյան Արարատը գնում ասում անդեղ էթնիկ զտումներին, ասում են ընկեր ջան, վարչապետը մի ժամ առաջ ասում չկա այդ։ Այսինքն միջազգային որևէ դերակատար հիմա ուզում էր հասկանալ այս Հայաստանը ինչ է ուզում ընդհանրապես եւ մասնավորապես Արցախյան հիմնախնդրում եւ դա լուրջ շփոթ էր։ Իսկ այդ շփոթը խլում է ժամանակ, բանակցային ռեսուրս, հարված է հասցնում իմիջին, կառուցողականությունը դնում է հարցականի տակ, տալիս է դաշնակցային հարաբերությունների վրա շատ դեստրուկտիվ ազդեցություն է թողում, տալիս է ուրեմն հակառակորդին հնարավորություն այդ ամեն ինչը քո դեմ օգտագործելու, դիվիդենտներ ստանալու եւ այլ։ Հիմա գալով հրապարակված 19 թվականի փաստաթուղթ։ Ուրեմն այս ողջ տարիների ընթացքում սեփական հանրությանը ասել է, մեզ առաջարկ չի եղել, մենք չենք բանակցել, մեր մոտ կոնկրետ ոչ մի բան չի եղել դրված սեղանին։ Ֆիքսել է քանի անգամ։ Հիմա ուրեմն այդ այսպես կոչված փաստաթղթերի գաղտնազերծված փաթեթի մեջ հենց առաջինով իդեպ շատ կարևոր հարց է, հիշենք, եթե կուզեք դրան անդրադառնանք, շատերը մինչև հիմա իրանց հարց են տալիս, լավ, ախր իր համար այս փաստաթղթերի հրապարակումը առավել քան ուրեմն ծանր է եւ իրան հարվածող ինչով է պայմանավորված այս քայլը եւ ինչի արեց, սա շատ կարևոր հարց է իդեպ։ Ուրեմն հենց այդ 19 թվականի փաստաթուղթը ֆիքսում է հետեւյալը, որ Մինսկի խմբի համանախագահության կողմից 19 թվականի հունիսին խնդրում եմ ուշադիր դարձնել նաև ժամանակագրական քրոնոլոգիային։ 19 թվականի հունիսին ներկայացվել է պաշտոնական առաջարկ։ Այդ պաշտոնական առաջարկը եղել է որոշակի թեթևակի update-ը, մինչև այդ 16-ին ներկայացրած առաջարկի, 18-ին վերահաստատած մոտեցման, 19-ին այդ փաթեթը դրվել է սեղանին։ Որի ուրեմն առաջի փաստաթուղթը ինքը 3 փաստաթղթերից է բաղկացած, որի առաջի փաստաթուղթը ինքը հրապարակում է, դա նախագիծ է հայ-ադրբեջանական համաձայնագրի։ Երկրորդ եւ երրորդ փաստաթուղթ կա նաեւ, որոնցից մեկը ուրեմն Մինսկի խմբի համանախագահների համատեղ ուրեմն հայտարարությունն է, եւ երրորդը ակնկալիքն ու արդյունք բանաձևը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի։ 16-ի իր հրապարակածի մեջ 3-ը կա, 19-ի հրապարակածի մեջ 1-ը կա։ Բայց այն երկուսը նույն տրամաբանությունն է, այսինքն եթե մի հատ թողենք հրապարակողը ինչի համար է այդպես խառնաշփոթ ստեղծը, տրամաբանությունը դրիվ նույնն է։ Հիմա 19 թվականի փաստաթուղթը շատ հստակ ֆիքսում էր առնվազն 2 բան։ Մինսկի խմբի համանախագահությունը որպես լեգիտիմ կառույց կարգավորման գործընթացի տալիս էր ուղղակիորեն ճանապարհը, որով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կարող էր հասնել անկախության։ Որովհետև ներառում էր իր մեջ փաստաթուղթը կարելի է բացել կարդալ կառավարության կայքից հիմա։ Հա։ Ուրեմն իր մեջ ներառում էր հետևյալը, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պիտի որոշվի հանրաքվեի միջոցով, ուրեմն պարտադիր իրավական ուժ ունեցող
որի արդյունքները պիտի ընդունվեն բոլոր կողմերի կողմից եւ նաեւ միջազգային հանրության, իդեպ շատ կարեւոր նշագրումով, որ հանրակրվեին դրվող հարցի հետ կապված սահմանափակում լինել չի կարող։ Իսկ են կարան դնեն ուզում ենք միանալ Հայաստանին, ուզում ենք անկախանալ, այո։ Հիմա, ստերից գալիս է երկրորդ խնդիրը, ուրեմն սա պետք է լիներ հանրակրվեն չպետք է լիներ Ադրբեջանի ամբողջ տարածքում։ Չէ, միայն Արցախի Արցախի բնակչությունը չառաջանա նման բան, հա։ Չէ, խոսքը վերաբերում է ուրեմն հանրակրվեին Արցախի տարածքում։ Ուրեմն երկրորդ կարևորագույն հանգամանք, ուրեմն կարգավորման գործընթաց ասածը դիտելով փաթեթային իրականացման իմաստով բաժանում էր փուլերի։ Այսինքն ինքը փաթեթային է դրված նպատակի եւ անցնող ճանապարհի իմաստով, բայց ունի իրականացման փուլեր։ Նախատեսում կներեք էլի մի հատ բացատրենք, փաթեթայինը ու փուլայինը իրարից ինչով են տարբերվում։ Ինչի է կարևոր մեր համար բացատրեմ սկզբունքորեն, ոչ թե անդրադառնամ 94, 95, 97-ին, սկզբունքորեն։ Ուրեմն փաթեթայինի իմաստը հետեւյալն է։ Ուրեմն պայմանավորվում ենք ամբողջ գործընթացի սկզբունքների եւ ամեն ինչի վերաբերյալ, պայմանավորվածի մեջ կարող է լինեն պայմանավորված փուլեր, սա փաթեթային է։ Հիմա փուլայինը նա է, որ այս մի փուլում այս ինչը պայմանավորվում ենք, հետո կտեսնենք։ Իսկ հիմա հողերը տվեք, հետո կորոշենք ինչ կանի։ Իսկ փուլայինի ժամանակ հողերը տալու մինչև ամբողջ փաթեթը համաձայնեցրած չի, համաձայնեցրած չի։ Ընդհանրապես ցանկացած փաստաթուղթ, չէ։ Փաթեթայինի տրամաբանությունը հետեւյալն է։ Ինչից հետո առաջացավ եկեք շրջանակային համաձայնագիր չունեցած, տենց կգանք Կազան։ Շրջանակային համաձայնագիր չունեցած քննարկենք հասնենք ստորագրման սկզբունքների վերաբերյալ փաստաթղթի, հետո դրա հիման վրա շրջանակայինը կանենք։ Այսինքն ամբողջ իմաստը փաթեթայինի, որ պայմանավորված է այս կետից այս կետ ամեն ինչ իր ճանապարհով, բայց իրականացումը իր մեջ նախատեսում է փուլեր։ Ոնց որ այն մեկը հիպոթեկա, այն մեկը տոկոսով փող է, չգիտես։ Ну մոտավորապես 4-ից, հա, իսկ բանի դեպքում, փուլայինի դեպքում, ասում եմ ուրեմն կարգավորման առաջի փուլ, օրինակ եմ ասում, կարգավորման առաջի փուլ։ Տեղի առնում էս, դրանից հետո կողմերը կնստեն կբանակցեն։ Շարունակությունը դառնում է հենց երկրորդ փուլի խնդիր։ Իսկեն սկզբունքայինը սա է։ Փաթեթայինը մեծ ձեռնտու էր, որովհետև այնտեղ ամբողջ փաթեթը միշտ կողմնակից են եղել փաթեթայինին, միշտ, նու այդտեղ երևի կարելի է բացառության օրինակ միայն բերել առաջին նախագահի իշխանության շրջանը, երբ որ փուլային տարբերակին ինքը համաձայն էր եւ այդտեղից ծնվեց այդ պատերազմի խաղաղություն հոդվածը եւ հանրության ներկայացնելը։ Բայց հիմա այդքան հետ չգնանք, նորից գանք ուրեմն 19 թվական այդ փաստաթուղթը, որը հրապարակել է, ուրեմն ֆիքսում է այդ հանրակրվեի հետ կապված, հիմա տեսեք։ Ֆիքսում է նաեւ հետեւյալը, ասում է ուրեմն առաջի փուլում տեղի կունենա այդ խորհրդային ուրեմն տերմինաբանությունը օգտագործեմ, հա, Արցախին հարակից 5 շրջանների հանձնում է Ադրբեջանին, այդ հանձնումը միջազգային ուրեմն դիտորդության ներքո, որից հետո խաղաղապահ առաքելության ուրեմն միանգամից մտնելով շփման գիծ, վերցնելով իր վրա այդ բաժանարար գծի նոր ստացված պայմանական սահմանի վերահսկողությունը, որից հետո կողմերը պայմանավորվում են հանրակրվեի ժամկետները եւ այլը, ուրեմն բայց մինչ հանրակրվեի տեղի ունենալը Արցախը ստանում է ուրեմն որոշակի կարգավիճակ, ուրեմն իր դե ֆակտո իշխանություններով վարում է իր կյանքը եւ այլը, միջազգային որոշակի կառույցների իր վերաբերող հարցերի հետ կապված ստանում է ներգրավվածություն, ուրեմն վերահսկողության խնդիրը լաչին կելբաջար կապվում է հանրակրվեին եւ նրա արդյունքներին։ Պատկերացրեցինք մոտավորապես։ Հիմա 19 թվականի փաստաթղթից կար երկու ելքի հնարավորություն, երկու սցենարի հնարավորություն։ Սցենարը առաջին, ուրեմն Ադրբեջանը հետո բոյկոտում էր այդ բանակցությունները, ստորագրելուց եւ իր 5 շրջան ստանալուց հետո, բոյկոտում էր այդ բանակցությունները, հրաժարվում էր այդ բանակցություններից եւ այլը, եւ չէր գնում որևէ կերպ համաձայնության հանրակրվեի հետ կապված։ Նրա ժամկետների, նրա որևէ դետալի։ Այս պարագայում ուրեմն Արցախը մնում էր հայկական, Արցախի հետ մնում էր Լաչինը Քելբաջարը, գումարած դրան, ուրեմն Արցախը ունենում էր արդեն միջազգային լեգիտիմության համապատասխան չափաբաժին։
Միտքը պատկերացրեցիք։ Հետևաբար, որքան Ալիևը նրա իրավահաջորդները կապ չունի։ Այս հարցի շուրջ չգայի պայմանավորվածության, այնքան միջազգային ներգրավումով, ներառյալ խաղաղապահ առաքելությամբ Արցախը մնում էր հայկական։ Երկրորդ տարբերակը այն էր, որ Ալիևը կամ նրա իրավահաջորդը գնում էր համաձայնության Հարաքվեի եւ այլի հետ կապված, այս պարագայում Արցախը ստանում էր հնարավորություն իր ճակատագիրը տնօրինելու, որը պիտի միջազգային հանրությունը ընդուներ, բաց հարցի հնարավորությամբ եւ կապի հնարավորությամբ ցամաքային Հայաստանի հետ։ Իսկ ինքնորոշման իրավունքի իրացում։ Կամ սա էր, կամ սա էր։ Հիմա ինչ ընտրեց սրանցից փաստացի Նիկոլ Փաշինյանը։ Նայեք, հետաքրքիր նյուանս։ Ես հատուկ մյուս հարցի ժամանակ հետ գնացի այդքան, տեսեք։ Հիշեցնում եմ, փաստաթուղթը թվագրված է 19 թվական հունիս։ Մի բան, որ անընդհատ հանրությանը մոլորեցվել է, որ փաստաթուղթ չկա, բանակցություն չկա եւ այլ, այս ամասին խոսեցինք։ Այս թողենք մի կողմ, առաջարկ չկա, թողեցինք մի կողմ։ Հիմա հրապարակված է 19-ի առաջարկը, չկա ոչ մի բառ Ադրբեջանի, Հայաստանի պաշտոնական պատասխանի վերաբերյալ այս փաստաթղթի մասով։ Ֆիքսում ենք, այսինքն ինքը հրապարակում է փաստաթուղթը, բայց չի հրապարակում որևէ կերպ, թե պաշտոնապես ինչա պատասխանվել այս փաստաթղթին։ Բայց կարծեմ Ռոբինյանը ասես չենք է պատասխանել։ Ասի, չի հրապարակում նաև որևէ բան վերաբերող Ադրբեջանի պատասխանին։ Հիմա մենք հասկանում ու պատկերացնում ենք, որ այս կարգի լրջության գործընթացներում առաջարկը տվողը չի ակնկալում պատասխան ենթադրենք 3 օրից 5 օրից կամ մի շաբաթից։ Մենք այդ պատկերացնում ենք։ Հիմա դե սա բերեք կապենք, ուրեմն հիմա քրոնոլոգիան վերականգնում ենք վերջնական։ 19 թվականի հունիսին ամսաթիվը չկա, դա շատ հանգիստ կարող լինի հունիսի 30, չկա ամսաթիվ հրապարակած փաստաթղթի։ Ամիսը կա, ամսաթիվը չկա։ 19 թվականի հունիսին ենթադրենք 15-ին պայմանական։ Ստանում է առաջարկը 2 ամիս չանցած Ստեփանակերտի հրապարակում վերածննդի գոռումը Արցախը Հայաստանա եւ վերջ։ Հետաքրքիր է։ Սա պատասխան է սրան, թե պատասխան չի։ Այո։ Սա արդյոք սրա ավտոմատ ոչ միայն մերժումն է, այլև ամբողջական դեստրուկցիան է այդ դուրը շրխկացնելով եւ ամեն ինչով։ Հիմա պատկերացինք ինչա բերվե բոլորիս գլխին։ Ասեմ ավելին, Ալիևը շատ հաճախ է դրա մասին խոսում, որ Նիկոլ Փաշինյանն է այդ արտահայտությամբ այդ կազուս Բելինսկին տվեց հնարավորություն եւ շանս միջազգային հանրությունից այլևս չամաչելով եւ չկաշկանդվելով սկսել պատերազմ, որովհետեւ խախտվել էին բոլոր պայմանավորվածությունները ու խաղականոնները։ Ուրեմն այստեղ ես շատ կարեւորում եմ, որ մենք էլի երկուգից միասին իրարից տարաջատենք։ Ուրեմն հիմա մենք ինչ էլ խոսում ենք Հայաստանի դե ֆակտո իշխանության արած քայլերի մասին 18 գնացինք, գալիս ենք 19-20 ենք մոտենում։ Ուրեմն այդտեղ արկա բոլոր խնդիրների, խնդիրների, բայց սա որևէ կերպ Ալիևին եւ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությանը չի ազատում պատասխանատվությունից իրականացված հանցանքի համար, ագրեսիայի համար, ուրեմն պատերազմ հրահրելու եւ պատերազմ։ Բայց պարոն Բեկարյան, երբ որ դու հավաքում ես դեսպաններին, ասում ես նայեք իմ գործողությունները սրանից հետո ոչ միայն դեսպաններին, հիմա կանդրադառնանք, նորից եմ կրկնում, որ մենք այս երկուսը իրար չխառնենք։ Ուրեմն նա իր պատասխանատվությունը կրում է այս ամեն ինչի համար անկախ ամեն ինչից, որովհետև փաստացի, ուրեմն հանցագործա 3, եթե կուզեք 4 գլոբալ ագրեսիաներն էլ իրականում հրահրվել եւ իրականացվել են փաստացի Ադրբեջանի կողմից։ Խոսքը վերաբերում է Արցախյան առաջի պատերազմին, խոսքը վերաբերում է 2016 ապրիլյան պատերազմին, խոսքը վերաբերում է 20 թվական 44 օրը եւ 23-ի ուրեմն էթնիկ զտմանը եւ հայրենազրկմանը։ Այսինքն սա Ադրբեջանի ճակատի խարանն է եւ հետեւաբար սա մի հարց է, որը դնում ենք մի կողմ եւ սրա հետ փորձում ենք չկապել տեքստալ զուգահեռ բաներ են։ Հիմա տաղավարները ձեր հետ համաձայն քիչ-քիչ բլոկվում է։